Բարև ձեզ, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Պաշտպանության նախարարությունից հերթական անգամ հերքել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին ժամը 00:25-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, նշել է պաշտպանական գերատեսչությունը, միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում, ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Էստոնիայի նախագահական նստավայրում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հանդիպումը, զրուցակիցները անդրադարձել են նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը Հայաստանի կառավարության տարածաշրջանում երկարատև խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաեւ Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Ալար Կարիսը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը եւ հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերին։ Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին։ Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև այցելել է Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ։ Ինչ փոխվեց, երբ Թրամփը նորից խուսափեց ցեղասպանություն եզրույթից, ինչու է դրան այդքան մեծ կարևորություն տրվում, ինչ կարևոր շեշտադրումներ էր պարունակում Թրամփի ուղերձը, օրինակ այն խոսքը, որ Միացյալ Նահանգները պատրաստական է շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը եւ պահպանելու տարածաշրջանային կայունությունը։ Այս հարցերի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ։ Ներկայացնենք հատված զրույցից։ Առասարակ այդ օրերին, ապրիլի 24-ին, ամբողջ հայազգը այսպես է սրտադրոպ, ռեֆլեքսորեն, չգիտեմ, իներցիա, սպասում է, թե Միացյալ Նահանգների նախագահը ինչ է ասելու է ցեղասպանություն եզրույթը, թե ոչ։ Կարծում եմ, որ Թրամփը չասեց, դա անսպասելի չէր, որովհետև նախ տպավորություն կա, որ Թրամփը ինչ անում է, ամեն ինչ հակառակ է անում Բայդենին եւ մյուս կողմից ինչ ընտրվել է նախագահը անընդհատ գովերգում էր Էրդողանին։ Այո, Թրամփը չասաց եւ դա իրավացի կանխատեսելի էր, որովհետեւ Թրամփը իր առաջին պաշտոնավարության օրոք եւս այդ տեսակետի վրա էր, ոչ թե որ չի եղել, իրենք համոզված պարզվում են, որ այդ հարցը չպիտի հնչեցվի նման ձևով։ Ասել որ Թրամփը միայնակը չէր, Ռուսաստանն էլ չօգտագործեց ցեղասպանության բառը, Զախարովան ավելի ցածր մակարդակով կոչվեց 1915-ի իրադարձությունները, անգամ ջարդի մասին անուն չտրվեց։ Նաեւ այստեղ պիտի հասկանալ հետեւյալը, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որտեղ պիտի արդյոք Հայաստանի իշխանություններն ուզում էին, որ այդ բառերը հնչեցվեին այլոց կողմից, թե չէին ուզում, որտեղ դա կարող է վնասվել հայ-թուրքական հաշտեցման այս ծրագիրը, դա շատ կարևոր հարց է։ Ես կարծում եմ, որ առաջիկայում որոշ բաներ կբացահայտվեն։ Բայց ամեն դեպքում դրանից ինչ փոխվեց, ասեր թե չասեր, որովհետև հիմա այս դիսկուրսն է կա, չէ, օրինակ եմ բերում, որ Բայդենը 4 անգամ, 2021-ին, հետո 3 անգամ մինչև 2024 թվականն ասեց։ Դրանից օրինակ ինչ եղավ, հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեցին, թե, չգիտեմ, օրինակ ավելի նվազ ագրեսիվ դարձավ Ադրբեջանը, մենք նույնիսկ բացասական իրադարձություններ կարող ենք թվարկել, օրինակ 2023-ին Արցախում տեղ ունեցածը։ Հետաքրքիր է տարբերությունը հասկանալ այդ հասելու թե չասելու ռետորական այդ հասել-չասելու։ Ես ինքս բազմաթիվ անգամներ ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ գերագնահատված է այդ բառի հնչեցնելը կամ ճանաչելը անգամ,
եթե չկա հատուցման քաղաքականություն, ասես չասես, դա կապ չունի որևէ, իսկ հատուցման քաղաքականություն չի եղել եւ ցավոք սրտի Սփյուռքն էլ 1965-ից այս կողմ չի ունեցել։ Հատուցման քաղաքականությունը եղել է 20-30-ական թվականներին եւ մի ալիք բարձրացել է երկրորդ համաշխարհայինից հետո։ Դրանից հետո հայկական հարցը ձևախեղվեց եւ այն ամփոփվեց հայդատ հասկացությունը ցեղասպանության ճանաչման գործընթացի մեջ, որտեղ ինչ որ սխալ պատկերացում կար, այ եթե աշխարհը ճանաչի Թուրքիան, եւս կճանաչի, եթե Թուրքիան եւս կճանաչի, ապա ինչ որ հատուցումներ կտա, այդպես չէ։ Հոլոկոստը երբևէ չի ժխտվել եւ չի հաստատվել։ Օրինակ անգամ որ խոսում են Նյուրնբերգյան դատավարության մասին, ասեմ, այնտեղ 22 հատով սղագրությունը գրած է, այնտեղ ոչ հոլոկոստ բառը կա, ոչ էլ առանձնացված է դա։ Ընդհանուր հանցագործ ես կարծում եմ այդ բառի կիրառությունը որևէ ձևով չի կարող անդրադառնալ, որտեվ անգամ չասել է, տեսեք Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետևյալ, եթե դրոշները որ այրեցին, ես ինքս այստեղ խանդավառ չեմ դրոշ վառելով ասեմ, բայց իրենց իրավունքն է, քաղաքական քայլ է։ Դա սադրիչ է եւ չգիտեմ կվատ չէ, Թուրքիան եթե ուզենա հարձակվել Հայաստանի վրա, ինքը դրոշ վառելուն կամ չվառելուն չի նայելու։ Բայց պատրվակը գտնի։ Այսպիսի տեսակետ կա, որ եթե Բայդենը ասել էր, սա ինչ որ իմաստով օրենքի ուժ է ստանում։ Եթե երկրի նախագահն ասում է ցեղասպանություն, դա կարծես օրենքի ուժ է ստանում, եթե օրենքի ուժ է ստանում, պետք է նաև Թրամփ ասի, բայց եթե շատ հեռու չգնանք, պատմությունում այս իրավիճակը կրկնվել է, որովհետև ես հիշում եմ, որ Ռեյգանը ասեց եւ հետո Բուշը չասեց ցեղասպանություն բառը։ Ընդ որում երկուսն էլ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ էին։ Եթե խոսում ենք օրենքի, ապա այնտեղ այսպես է, ապրիլ 24-ին նախագահ պետք է ուղերձով դիմի ժողովրդին, միայն ուղերձով դիմել մասնախոսքը, թե ինչ բառեր կօգտագործի, ինչ բառաբաշար կօգտագործի, տարբեր է։ Օրինակ, ես լավ հիշում եմ, որ նույն Թրամփը մայիս 28-ին, որի երբևէ այցև ամերիկացիները ուղերձով չեն, ինքը մայիս 28-ին էլ դիմեց իր առաջի պաշտոնավարության առիթով եւ այլն, ըստ քաղաքական իրավիճակի հաճախ դա տեղի ունենում։ Իսկն օրենքը չի խախտվում, ուղերձը կա, բառամթերքը եւ շեշտադրումները ըստ քաղաքական իրավիճակի։ Թրամփը այն գործիչն է, որ չի ուզում հարաբերությունները ոչ Թուրքիայի հետ սրել, ոչ էլ Ադրբեջանի հետ սրել, հետեւաբար ինքը այդ ձևակերպումները մեղմ է վերցրել, բարձ ասած։ Այնուամենայնիվ կարծում եմ Թրամփի խոսքերում նաև շատ այսպես ականջահաճո, հայերի համար խոսքերը կային, ես ուզում եմ այդ հատվածը մեջ բերել։ Բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեզ մոտ եւ այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրում։ Հին վարչակազմը հավատարիմ է կրոնական ազատության ապահովմանը եւ խոցելի խմբերի պաշտպանությանը եւ երևի թե ամենակարևորը պատրաստական ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը եւ պահպանելու տարածաշրջանային կայունությունը։ Ինչ է սա նշանակում։ Ռազմավարական գործընկերությունը պահպանելու եւ շարունակելու այդ պատրաստակամությունը սրա տակ ինչ հասկանանք մենք։ Կան հավաստի փաստեր, որ ամերիկյան գործիչները նաև այցելելով Բաքու հստակ ուղերձ են տվել Ալիևին զսպելու եւ նրա այս նկարտումները եւ չգնալու իրավիճակի սրման։ Դա հստակ է, որը սա մեզ համար այսօր կարևոր է։ Եկեք իրականության նայենք, սա է, որպեսզի բան ավելին ասեմ, եւ դա նաեւ շեշտվել է Իրանի առումով էլ, որ դա էլ պատրվակ չպետք լինի, հանգարտ չողոքեվորվեք, որ մենք Իրանին լարում ենք, այդ առումով բան։ Այդտեղ շատ հետաքրքիր է այդ հենց առաջի մասում կրոնական ազատություններ, որովհետեւ այսօր քրիստոնեական կրոնը, ինչպես 20-րդ դարի դարասկզբին էր, Ամերիկայում քաղաքականացվում այն դառնում է կարևորագույն գործոններից մեկը։ Թրամփի ընտրազանգվածի հիմնական մասը դա քրիստոնյա, ինչպես իրենք են ասում, national Christians, ազգայնական քրիստոնյաներն են։ Այդ առումով մենք հնարավորություն ենք այսքան ձեռք բերում եւ պիտի այդ փորձենք նյութականացնել հարաբերություններով եւ շատ կարեւոր է այդ ստրատեգիական կամ ռազմավարական հարաբերությունները ես մշտապես դրա օգտին եմ հանդես եկել օրինակավոր բանակի վերազինումը անկախ նրանից Ալիևի դուրը գալիս է թե չէ որովհետեւ մենք բոլորս վստահաբար խաղաղության կողմնակից ենք բայց խաղաղությունը խարսվում է ռազմական քաղաքական հավասարակշռության վրա
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Կատարի մայրաքաղաք Դոհայում է, որտեղ կմասնակցի համաշխարհային անվտանգություն ֆորումին։ Աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղարը նաև երկկողմ աշխատանքային հանդիպումներ կունենա։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։